Վրաստան չեն կեթում, սաղ ոչ ընդհարս գնաց, մատորս կլադի շաֆարցրը մի խոսքով տենց մտ վատ վիճակա, դրա մեջ ունեմ խոսալու, ոչմ կապով։ Շատ կուզեի ասեի, որ թազը ռեկորդ ենք խփեմ, բայց անց դաժան է սպորտը, այն որ կարճ կոնկրետ կլադիշս ֆրծրեց նրանից, որ յուղի ճնշումը չգիտեմ խի ընգավ, ու այդ աշիպկեն դաժը ստեղ չբերեց, պրոստը դիագնոստիկավ տեսա, որ յուղի ճնշման հետ կապված աշիպկա կա, բայց արդեն ուշ էր։ Ձեն ընգավ մատորի մեջ, մատորը հանգցրեցինք, ու ավտոն հանգցրեցի, հետո արդեն որ ուզում էի խոտեի, պրոստը խոտ չընգավ, լրվել էր մատորը։ Մի քիչ սառեց խոտ ընգավ, բայց ձեն էր գալիս, նենց որ հիմա բարձում ենք էվակուատոր ու տանենք հոսոյի մոտ, բայց ամենավատն է նա, որ վաղը չեմ մյուս օրը Վրաստանի կոնկենա ու պրոստը ֆիզիկապես անհնար է։ Այս ամեն ինչը սարքել ու գնալ, հուսանք կգոնա ստե գոնկականն, կկարենանք ստե քշենք։ Մի խոսքով այսինքն ջղայնացած, գժված ու լոմկված վիճակա։ Չգիտեմ ըխի եմ այսքան նկարում, պրոստը ուզում եմ ամեն ինչ ռեալ ոնց կա տենց ձեզ ցույց տամ, որովհետև ոնց որ այս կյանքը տենց հալած կարակի պես չի գնում, այ տենց էլ մեր գործի մեջ, մեր այս սպորտաձևի մեջ ամեն ինչ շատ դժվար է ու ոչ մի բան հեշտ չի լինում, եթե մարդիկ մտածում են, որ մենք պրոստը տենց ավտոն առանք, ստանդարտ ծրագիր արեցինք, ինչ-որ մի բան փոխեցինք ու քշեցինք, ռեկորդ խփեցինք, այդ տենց չի։ Այդ ամեն ինչին հասնելու համար այս սենց տանջանքների մեջով ես անցնում։ Մի խոսքով բարձենք ու գնանք հոսոյի մոտ։ Ալյումինից առնեմ դնեմ, հերոքս մոտս չի վայ։ Մոտս ունեմ վայ, թե գիտես, չէ B48-ն ու B58-ը նույնն է։ Այսինքն այդ B58-ի հենց մեր մոտ ջարեմ։ Հավելը բերեսա, ընթացքում կճարենք։ Այսօր ամսի 16-ն է ու ամսի 17-ին մենք պետք է լինենք Վրաստանում դրագ ռեյսինգի կվալիֆիկացիային, բայց երեկ գիշերը շատ ուշ ժամի նաստրոյկա անելու փուլում էր մատորը ու 99%-ով յուղի նասոսի պատճառով կլադիշա ֆրծրե ավտոս ու այդ շատ տխուր է։ Քանի որ ժամանակ չկա, որ այդ ամեն ինչը ռեմոնտ անենք ու մենք էլ ուզում ենք գնանք Վրաստան, չենք հանձնվում, դրա համար որոշում կայացրեցինք ուղղակի մատորը փոխենք, ստոկ մատոր դնենք առանց կովնի Porsche-ները տեղափոխելու, որ ժամանակ խնայենք, ուղղակի ստոկ մատորով գնանք Վրաստան ու քշենք Վրաստանում, որ դուք նայելու բան ունենեք, ասենց ասեմ։ Արտակին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, արտակից ենք մատորը առել ու որ տենց վերաբերմունք հաստատ ամեն մեկը չէր ցուցաբերի, մեծ ռեսպեկտ իրան, սենց ասեմ, որ կարգին տղա է ու հաստատ արժի իր մոտից առնել, եթե ինչ-որ մի բան օգտագործած զավչաստ կամ թեկուզ նոր ուզում եք առնեք, արտակի համարը տակը կթողեմ, դե մատորի հետ կապված էլ հեսա մի օրում փորձում ենք ես ու հոսուն քանդենք մատորը, հանենք, ստոկի վրա սա հավաքենք, հետ դնենք տեղը, այս մատորն է կմնա մեզ զապաս մատոր, կհավաքենք ավելի ուժեղ ու կունենանք զապաս մատոր, սենց ասած։ Այս սպորտի մեջ, այս սենց ասեմ, մենակ հեքիաթներում են հետաքրքիր ու սիրուն ավարտները լինում, մեր մոտ իրական կյանքում ամեն ինչ շատ ավելի դաժան է, նենց որ ինչ որ չափ ամեն ինչին պետք է պատրաստել ենք։ Հեսա նոր մատորը դնում ենք ստե ու գնանք Վրաստան։
մատորի յուղը դատարկեցինք ու պարզվեց կյաժես կյաժես թե չի, если что գործ չի արել, ասեմ իմանաք Պրոստը նայում է ոնց ենք մենք գործ անում ասա որ հարգելի պատճառներով ասել ես Հա, բա ոնց Այսքան յուղ կա ընդամենը մատորի մեջ Քանի լիտր է Ինչքան կլինի կյաժ 3 լիտր Պարզվում է որ մատորից յուղը չգիտեմ քի պակասել է ու դաչիկը չի ասել որ յուղը պակաս է ու ինչ է եղել ու ինքս դիմը չասեմ ինչ է Մի խոսքով ահա թե քիա խփեին մատորը ֆերտելա դիշ ֆրցրել Մի խոսքով ինչ եղել այլ բան չենք կարա փոխենք թազը մատորը վրա սաղ հավաքում ենք ու հետ դնենք տեղը Այսենց արդեն ժամը 10-ն է Սկսում ենք ես մի մատորի վրա սաղ կոմպոնենտները սենց ասած հավաքել, այնա մանչը արդեն կարտետնա ուզում դնի, մի խոսքով այսինց կարներ պրոցեսի մեջ ենք, որտեղ ժամը 2-3-ը պրծնենք իդեալական է։ Այսինց հզոր թիմում ենք մենք, ժամը, քանեսներ 4-5-ի կոմերը սկսել ենք, արդեն ժամը 11-ի, 12-ի կոմերն է, քանեսներ ժամը չեմ իմանում։ Ժամը քանիսն է, բը։ Մի խոսքով 10-ից կես ու սա արդեն հետ ենք դրել, մնում ասենց հավաքենք կիսատ պրատ պակասող դետալները ու եթենք Վրաստան։ Ուր ես ասում 3-ն է, արա։ Ահա, ժամը 3:00 ավտոն արդեն խոդ ենք տվել։ Յուղ ենք լցրել, աշխատելուց հետո թափել ենք այդ յուղը, նորից նոր յուղ ենք լցրել, նավսյակի որ թրջներս հանդիս տնի։ Всё, մի խոսքով են որ արեցինք անհնարինը, սաղ սարքեցինք, ապրի մանչս, հոսոն, մի խոսքով տղեկ հով սաղ ստեղ էին, ով էլ ստեղ Գրիգը նկարմա։ Հենց որ Էթում ենք զլկավիկն եմ ես Էթում ենք կիսատ պրատ բաները սերվիզից մեր վերցնենք ու շարժվենք Վրաստան Գնաց Ապե կարոպկեսա թափ է 100% կարոպկեն է, որ տենց ձենից ուժը ոչմ էլի էտա հաստատած դες ուրիշ բան չի կարալնի։ Մի խոսքով արոշում չեմ քշում ապե, որ մի բան կա որ չի լում սենց սա հարցը հետ։ Ոստենում եք ես այդքան էլ ուրախ չեմ։ Չնայած որ գտնվում եմ Ռուստավի ավտոդրոմում ու այսօր drag racing-ի կվալիֆիկացիայի օրն է։ Ի ուրախ չեմ, որովհետև երեք իմ ավտոյի մատորը 10 ժամում ուղղակի հանեցինք, ուրիշ մատոր դրեցինք, ես, Հոսոն, Մանչը ու մեր մյուս ընկերները ու մենք եկանք drag racing-ի սաղ գիշեր չքնեցինք, ահագին փող ու ժամանակ ու ռեսուրս ծախսեցինք, եկանք հասանք Ռուստավի ավտոդրոմի որ սենց ասած տակ, ուղղակի քշելու ընթացքում կարոպկեն դեղկաց։ Մատորը հավաքելուց հետո բնականաբար ուրախ, զվարթ, են որ տենց մեծ սաստավով եկանք հասանք Ռուստավի ավտոդրոմ, բայց 2 կիլոմետր չհասած Ռուստավի ավտոդրոմին, ավտոյիս կարոպկեն պրոստը թափեց։ Մի խոսքով մարդ ենք գտել, ով կարա մեր կարոպկա ծախի, միանգամից փոխի, այդ ամեն ինչը հավաքենք ու գանք, չգիտեմ կվալիֆիկացիային կքշենք, թե չենք քշի, երևի թե չենք հասցնի բնականաբար, գոնե վաղը դրագը քշենք ու քշենք գնանք տուն սենց ասած, արդեն այսքանից հետո դաժե զզվել ենք այն որ չենք ուզում քշենք, բայց մենք այդ չհանձնվող տեսակն ենք ու
մի բան պետք է անենք մի խոսքով։ Հենց որ գնացինք Կարոպկեն փոխենք ու հետ գանք ստեղ։ Моя игра 98 Баста здесь 2206 Она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Со мной все нормально, ну и что кровь из носа. Со мной все нормально. Սիրելի հետևորդներ վերեցին Սաշի Կարոպկեն այսինքն բավականին թարմ վիճակում է միջելուց Աշ յուղը վրեն Կարոպկեն Հա, բառից բուն իմաստով յուղը վրեն Բայց խնդրում եմ Կարևորը չջարդվի ինգեր Կարևորը չջարդվի քշենք հանգիստ գլորվելով հետ գանք տուն Որ արդեն իրոք օգնել ենք այն որ մազապակաս որ հանձնվել ենք ասեմ Բայց դե Չէ, անձնվել չկա, ես կարա այո Էլ բայց պետք խնդրում եմ ինչով են բերել Կարոպկեն Մի հատ ուրիշ Կարոպկով են բերել այս Կարոպկեն Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Моя игра, она мне принадлежит. Մի խոսքով Արա ինչ մի խոսքով էլի Սաղ վատա հլվոր ու այսքանից հետո որ դաժը սարքվի ու միամիտ լավ չքշենք, այդ վաբշե վատ կլինի, չգիտեմ, պետք է գոնե լավ թիվ ցույց տանք, գոնե մեր քշածը լավացնենք։ Խայտարակ վիճակ մի հատ էլի։ Այս գոնկեն երևի իմ կյանքի ամենաթանկ գոնկեն է ու հուսամ որ վերջին ամենաթանկը կլինի էլի։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Օրինակ այնքան փող ինչքան ծախսեցինք ստեղ գալու համար ու ստեղ քշելու համար ու որ вообще այս ավտոմի վիճակի լիգաստե ու մենք քշենք իրան, այդ հələ հարցա չնայած քշենք թե չէ, բայց մեծ հույս ունեմ որ всё-таки կքշենք ու լավ կքշենք։ Ոսկի կարանք սաղ թմով գնանք Եգիպտոս, ասենց ասեմ։ Այդ տենց որ սենց աբսուրդի ժանրից է չի կարա մի մարդու մոտ այդքան թարսություն իրար հետևից լինի, բայց դե ոնց որ ասում մենք չհանձնվող տեսակ ենք, տենց որ տարբերակ չկա այն, որ ինչ ուզում է ալնի։ Ես պրոստը մի հատ բան կասեմ, որ ինչ ուզում է ալնի, եթե դու քո կողը ունես լավ ընկերներ, այն որ ամենավատ ու սարսափելի իրավիճակից կարելի է շատ հեշտ դուրս գալ։ Ոնց որ գնահատեք ձեր ընկերներին։ Բենզակալոնկա ենք մանգալի Անաս գտնենք Այն արա Գտանք Նամիկ ասենք խիեք, ոտով, խիեք մենակ Որովհետև հենց հիմա կվալիֆիկացիան է ու գրիքը այնտեղ քշում է Իսկ մենք, ես ու Գարոն
հաղթերից մոտ ենք սարքում ենք, փորձենք հասցնենք կվալիֆիկացիային։ Համարյա ժամը 5-ն է, 15 պակաս ու Կարոպկեն արդեն հետ ենք դնում, մնացել այնտեղ մի քանի մանր-մունր բան հավաքվի։ Մեզ ասել են, որ մինչև 6:30 է կվալիֆիկացիայի զայզները թույլ է տրվելու, հենց որ փորձենք ամեն ինչ անենք, իրականում շատ հեռու ենք, մոտ մի ժամվա ճանապարհ է ստեղից ընդեր գնալը, ու չգիտեմ ոնց ենք ստեղից ընդեր տենց արագ հասնելու, բայց եթե հասցնենք, գոնե մի հատ զայզ կունենանք ու ցույց կտանք, թե ինչ թիվ ստացանք կվալիֆիկացիային։ Вообще sense բան չի կարելի անել, չի կարելի Կարոպկեն դնել ու նույն պահին պրոստը տենց բայևոյ զայզներ անել, вообще պետք է քշել, ադապտացնել, սկզբի համար դաժե ադապտացիաները զերո ասնել, բայց քանի որ մենք ոնց որ միշտ sense դատար ձևով եկել ենք, ոնց որ բախտի վրա հույսներս դնելով, իսկ մեր բախտը ոնց որ տենց քիչ է բերում sense հարցերում, հենց որ գնում ենք նաուրը քշենք, ինչ կլինի թողնի են, որ այդ տենց վիճակը արդեն էլ վախենալու կորցնելու բան հələ որ չունենք, sense ասեմ։ Ինչքան վատ բան կար ավտոյի հետ կարող լիներ եղավ։ Հենց որ գնանք քշենք, աստված մեր հետ։ Մի խոսքով մեր բախտը մեր հետ է, այդ Կարոպկեն բարձվեց F30-ի է, որը որ չի գնում մեր ավտոյի վրա, կոժուխը ընդե մի քիչ տարբեր է մի խոսքով։ Աշան թարսությունները շարունակվում են, հիմա գնում ենք մի հատ լրիվ ուրիշ տեղ։ Գարուն ընդե պարկած է, մեր լավ ընկեր Ավոնը եկե մեզ օգնության, մի խոսքով Կարոպկեն գտել է, գնում ենք այդ Կարոպկի հետևից ու աստված կանչենք, որ էդի կլինի, կբերենք, կդնենք, գոնե կգնանք, կքնենք վերջապես ու առավոտը կգնանք դրակի։ Տոշնի է։ Շիգնի դիսրան ու զեթի խոյի խո շիգնի դրա չամոշի ծխալի խո շիգնի։ Ուշի ադրե ուսպակարոկայ չամասկի արա։ Ծխալի այ։ Առավոտ ավտոն լվացել ենք, հիմա լակերը սևցնում ենք, որ գոնե սիրուն լինի։ Սևցրի իրար։ Հա։ Գրիկ։ Մի քիչ արևն ասելի, բայց գրիկ ավտոս։ Մի շատ։ 2 լիտր ինչ է հորս բաղ։ Այն ես էլ կսեմ նոր շիլը։ Հիմա ունի, բայց ասկե տակմանավի է միջով սկսվի։ Կարիշկեն այդ կողնա։ Ինչ է գնա։ Вообще терраса бехане, ելի։ Վերջապես drag racing-ի օրն է ու այն որ ինչքան էլ հավատաս չի գալի, բայց մենք կարեցանք հաղթահարենք այդ սաղ բարդությունները, ով չի ֆիքսը մի հատ էլ ասեմ, մի գիշերվա մեջ մոտորս փոխեցինք, քշեցինք հասանք Վրաստան, Կարոպկես թափեց հենց ըստե հասնելու պահին, մի քանի ժամում Կարոպկա ճարեցինք, բերեցինք, փոխեցինք, Երևանից մարդ բերեց իմ նոթբուքը, այսօր առավոտ եմ որ հույս չունեի, բայց վերջապես կարեցա Կարոպկես ծրագրավորեմ, կարգավորեմ աշխատանքը ու այս պահին վրոձի սաղ աշխատում է, իրականում երեգով որ Կարոպկես հանե դրել է, գլուշից էլ է նորմալ չի ձգե ու հիմա գլուշից էլ է սենց մի քիչ կաղում է ու խփում է, մի քիչ դրանից եմ վախում ու մեկ էլ վախում եմ, որ Կարոպկես զրոացրած վիճակում է ու չի ադապտացվել դեռ իմ քշելուն, հնարավոր է, որ ինչ-որ գլուկներ ունենա, բայց տակտիկա սենց է, քշելու եմ full boost-ով, հասկանամ ոնց է, եթե կարիք լինի բարձրացնեմ քշելու ընթացքում։ Հենց որ մեզ հաջողություն մաղթեք, կոմենտներում լավ բաներ գրեք, հաստատ
ավելորդ չի լինի ու մեզ լավ կզգանք, որովհետև իրոք այս իմ կյանքի ամենաթանկ գոնկեն ասենց ասեմ։ Կյանքում չէի պատկերացնի, որ ես կարամ այդքան փող ու ռեսուրս ծախսեմ, այդքան ժամանակ ծախսեմ, որ պրոստը մի հատ գոնկա քշեմ։ Ուղղակի այս ամեն ինչը, որ իմ մեջ չկա հետ կայնելու, այդ զադնի դնելը չունենք մենք մի խոսքով։ Այսքան մարդ, որ իմ հետ եկել է ինձ որ դուխ տալու, վալետ անելու, սենց ասած, օգնելու, պրոստը իրավունք չունեի զադնի դնեի ու ասեի վсё փչացել է գնացինք տուն։ Տենց բան չի լինում։ Մի խոսքով դուք տենում եք սիրուն կադրեր, իսկ մենք գնացինք գոնկա քշելու։ Մենք արդեն իմացել ենք ով է մեր սապերնիկը։ Թուլ չարա։ Թուլ ավտոստը չկա ակը։ Ասպաս մերից։ Իրականում տենց մի քիչ անարդարության օդ կա էլ եմ գոլֆի հետ, որ գիտեմ պետք է քշեմ, եթե իհարկե Subaru-ին գրեմ, շատ անարդար է ալնում։ Գոլֆի հետ իմաստը չունի։ Մեր հետևորդները չգիտեն էլ։ Պետք է նորից մի հատ ասես բա։ Արդեն մոտավորապես սետկեն կազմած է, առաջին զայստը Subaru-ի հետ եմ քշելու, Subaru-ի պրեզը, գրած է 700-ի, բայց իրականում 1000-ի մոտ է, տենց են ասած, TikTok-ի ու Instagram-ի հետ էջերով այդ տղու նայել ենք։ Իսկ եթե Subaru-ին կրեմ, եթե կրեմ, մեծ հույս ունեմ, որ կրելու եմ, որտեղ եթե չկրեմ, մեզ Վասն ու Արմանը սաղ կյանքս ինձ եմ, որ կարկոցել են, ոնց եմ ես Subaru-ին, ու ասել են, որ Subaru-ին լավն է, մենք կրելուց հետ էլ գոլֆի հետ եմ քշելու, գոլֆի շատ Վրաստանի ամենաարագ ավտոյի ու այս ավտոյի հետ քշելը լրիվ անիմաստ է։ Պրոստը զարգայց զայել եմ ավելի Գարոն կռուժոկ է գցում Telegram-ն, հենց որ պատվիսկ եղեք մեր Telegram-ին։ Նե փոքվան։ Արանը բոկը մեր եթում, նայ մորը սարը Ես եմ, բայց ինպես չկարեցա։ Նայ ոնց բռնեց։ Շատ դանդաղ աշխատես։ Արաստը շուտ կմտնես, աչ որ մտնես Yeah, բալուզ, ես էի գորում հետարի։ Ապա ոչմ մաքսիմալ ռեակցիայի վրա է աշխատում ջոգի, Porsche ավելի հզոր է, իր ստարտն է ստաբիլ։ Աշխատի 3-րդ գազարելունից հետո մի անգամից ըմր մտքից մեջ մտ 4 ես աշխատում ու փոխում ես, կարագի կլինի մեկը քրված։ Ֆալշ թե չլինի, պրոստը լավ ստարտեր ես կարող ես Ყველაზე საინტერესო ეხლა იქნება რა დროში იარა. რა თქმა უნდა, ეს არის ყველაზე საინტერესო. აღარ დამცავდა მე. Если хочешь играть, играй. Если хочешь летать, лети. Жизнь
Աշոտ Արշանյանի და Անրի Փուտկարաձե։ Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Моя игра, она мне принадлежит и таким же, как и я. Моя игра, здесь правила одни и цель одна. Брат, спасибо огромное. Хорошее время, хорошее. Օրա անկեղծ գոնե մի քիչ արդարացված էր այսքան տանջվել է, թե չէ արդեն որ սենց ժոգիր այդքան տանջվես ու գաս լավ թիվ ցույց չտաս 14 գնաց այնց ոնց որ ես գնացել եմ Հայաստանում ու պրիտեմ թուլ բուստով։ Հիմա մի քիչ անել եմ մեկը կորցնելու բան չունենք գոլֆի հետ Վրաստանի ամենաարագ ավտոն է, որ մեկը շանս չկա գոնե լավ թիվ ցույց տանք։ Կստացի հարուտնա մեր Հայաստանի լավագույն մեր կոնկուրենտն է պրինցիպը։ Գործընկերներից մեկն է։ Ախպերդյանի, եկնեմ քեզի դուքնա։ Ինչ կա բրատան, կապտա։ Դանքս դու ավելի լավ կնաս, ինչ ասել, որսարամ սպանից է։ Հարուտը ծավի։ Հարուտ պրոտիվ սետ։ Դե ուզում եք եղեք, բայց պետք է հայերով իրար միշտ սիրենք ու այսպես բռնենք։ Ոնց որ կամա Հայաստանում իրար հետ կոնկուրենցիա կա, բայց ես միշտ ասել եմ, որ միշտ մարդ էլ չկա, ես մենակ ուրախ եմ, որ իրանք կան, բայց դե սա հայերը մի հատ թիմ են, այդպես մի բան կարամ ասել։ ფინალისტის ვინაობა. ჩვენ უკვე რიგით მესამე კვალიფიკაციის მიხედვით შესაბამისად აი ეს შედეგი რაც ახლა ვიხილეთ კვალიფიკაციის მიხედვით არ იყო მოულოდნელი. Հարութի ավտոբուսը խնդիր ունի։ Բայց արդարության համար ասեմ, Վրաստանում մեր B58-երի պես B58 պրոստը չկա։ Որին նայում ես մեծ ակերով, մեծ տուրբոներով, բայց ոչ մեկ սես չի եթում։ Կամ մի հատ եթում են ու մեռնում են, կամ պրոստը չեն եթում։
տեսակ ես քշում էի Վրաստանի ամենաարագ ավտոներից մեկի, դաժե ամենաարագ ավտո կարամ ասեմ, որտեվ 9:02 էլ է գնացել այդ ավտոն իր հետ ու առաջին զայեզդը sense մի փոքր մեկնաբան եմ, իրականում շատ լավ ստարտ արեցի, երկրորդ զայեզդը մրցավարը ով որ հարցնում էր պատրաստ եք թե չէ, ինձ թվաց ինքը հարցրեց, նստեցի բուստի, բայց քանի որ ստարտ չտվեցին, երկար լանչով տենց բուստի պահելուց հետո արդեն կարողական խնդիր առաջանում, տաքանում ասենց ասած, ու աշիպկա տվեց, դրա համար չկարեցա вообще ստարտ անեմ ու երկրորդ զայեզդը ավելի տենց շատ անցավ գոլֆը, բայց ամենայն դեպս հույս էլ չկար, ուղղակի տենց ուզում էինք մաքսիմալ գրագետ սիրուն զայեստ ցույց տայինք, ինձ թվում է ռեակցիաս շատ լավն է, գնահատեք 1-ից 10 բալանոցով, ով տեսավ ստարտը սվետաֆորի հետ փոխվելը, ինձ թվում է կգնահատեք, լավ փոխվեցի, ամենայն դեպս աշխատեցի։ Մի խոսքով այսպես հետաքրքիր ճամփորդություն ու sense հետաքրքիր մրցումներ ունեցանք Վրաստանում։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ վիդեոների ընթացքում։ Ձեզանից էլ շատ շնորհակալ եմ, որ այտենց լայքում եք ու կոմենտներ եք գրում, հենց որ միշտ ակտիվ եղեք, հենց այդ է պատճառը, որ մենք չենք հանձնվում ու միշտ փորձում ենք առաջ գնանք։ Կհանդիպենք։ Я видел, как, уходя, самолеты забирали с собой мои сны, а во снах моих на себя не похоже. Я читаю бездомным стихи, а в стихах моих ничего, кроме правды, кроме вырванных страниц дневников. Я с врагом своим так сражаюсь заклято, и сегодня победил первый бой с самим собой, да, с самим собой.